Անտապանում հյուրընկալել եմ Միտք հետազոտական վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանին։ Տիկին Դալաքյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն են հանդիպումներ ունեցել ուսանողների հետ, արել մի շարք հայտարարություններ։ Ամենակննարկվածներից սկսենք։ Ռոբերտ Քոչարյանն օրինակ հայտարարում է, որ հայկական իշխանություններն ու հայերն են հրահրել 44-օրյա պատերազմը իրենց անպագորգոր հայտարարություններով, բանակցությունները ձախողելով։ Երկրորդ նախագահն էլ վերահաստատել է Ծիծեռնակաբերդում ասածը, որ հասունացել է իշխանափոխության պահը, իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերությունների համատեքստում նշել, որ իր կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու, այլ իշխանափոխության համար է։ Ինչ դիտարկումներ կանեք հայտարարությունների հետ առանձին եւ գնահատենք, փորձենք գնահատել երկու նախագահների հնարավորությունները կամ նրանց թիմակիցների հնարավորությունները իշխանության վերադառնալու, իշխանություն վերադարձնելու առումով։ Երկրորդ նախագահը տեղություն շտկման, կորեկցիա է ենթարկել իր արտահայտությունները, երևի փորձագետներին լսելուց հետո, որ ասենք մեղադրել է հայկական իշխանություններին, ինքը հայ ժողովրդին էր ասում, հայերն են մեղավոր, հայերը, այդտեղ իշխանություն, այո, կոնկրետ չկար, լավ է, որ լսում է եւ ուղղում է իր սխալները, բայց դա կապ չունի, գիտեք, հայ ժողովուրդը ներկայացնում են Հայաստանի իշխանությունները։ Այն ժամանակ, երբ որ հիշեք Զարուհի Փոստանջյանը կարծեմ, ի դեպ հիմա շատ սխալ դիրքորոշում եմ կարծիքով նա որդեգրել, ասում էր, բողոքում էր Եվրոպայում, որ Սերժ Սարգսյանը խաղացող է, խաղամոլ է, որ ժողովրդավար չի, ասում էին մեր ներքին հարցերը մի տարեք դա վարկաբեկում է, իսկ հիմա իրենք իբրև թե Նիկոլ Փաշինյանին են մեղադրում, բայց դա Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ է կապվում, Ալիևը չի շատ նույնիսկ խորանալու ինքը ում նկատի ունի, կասի տեսեք ագրեսոր է, նույնիսկ իրենք են ընդունում, որ ագրեսոր։ Ես ձեզ ավելի տարօրինակ բան ասեմ, եթե նույնիսկ մենք հրահրած լինեինք, իհարկե դա հեքիաթ է, պատկերացնեք, որևէ ադրբեջանցի ղեկավար ասել, որ Ադրբեջանն է սկսել պատերազմը։ Ես այդպիսի բան չեմ պատկերացնում, իհարկե դա նոնսենս է, արդեն անդրադարձել եմ, որ քայլ Ռոբերտ Քոչարյանն ինքը գիտի, որ սիրված չի հայ ժողովրդի կողմից, որ երկու անգամ չի ընտրվել, մեկ անգամ Ստեփան Դեմիրճյանն է պարտվել, նախորդ անգամ հորն է պարտվել, նա իր հեղինակության մասին չի մտածում, իրեն առավել կարևոր է արտաքին պատվիրատուների եւ հովանավորների գնահատականը։ Ինչ հավեմ է Սերժ Սարգսյանին, դե նա ավելի մեղմ է փորձում խոսել, չնայած նույն սխալը կրկնում է, երբ էշ է անվանում, կներեք իհարկե, մի ամբողջ ժողովրդի, որը գնացել Նիկոլ Փաշինյանին է ընտրել, իհարկե այդտեղ չի ասում, որ իր մեղքը, որ ժողովուրդը պատրաստ էր Նիկոլ Փաշինյանին ընտրել, որին ի դեպ ճանաչում էին մինչ այդ այնպես չի տենց շատ բարձր հեղինակություն, իսկ մեծամասնականով հիշում եք, չկարողացավ հաղթարել Շեմը անցնելու ազգային ժողով, մալացիա Սեբաստիան, բայց ժողովուրդը այնքան էր հոգնել են Սերժ Սարգսյանի իշխանությունից, որ Աշոտյանի ասած ձողներ կընտրվեր վարչապետի պաշտոնում։ Իրենց սխալները ընդհանուր առմամբ փորձում են բարթել հայ ժողովրդի վրա, չեն ուզում ընդունել իրենց մեղքերը։ Ինչ վերաբերում է հետ վերադարձին, գիտեք, ես ռեալ չեմ համարում հետ վերադարձը, այլ հարց է, որ այս իշխանությունների սխալ քաղաքականության շնորհիվ քաղաքական դիակներից զրո քաղաքական ուրեմն ուժը, այո, դարձել է գլխավոր ընդդիմադիր, մեկը ում մեղադրում էին հենց նույն իշխանությունները Հայաստանը թալանելու, հիմա էլ ազգային ժողովի մարդասպանության մեջ ամենալուրջ մեղքերի մեջ մեղադրում են, բայց նրան դարձրել են, իրենք են դարձրել, որովհետև չկա օրենք, չի հաստատվել, հիմա էլ սերնդե փոխանցվում քաղաքական թիմի ղեկավար Սերժ Սարգսյանն առանձին է պայքարում իր տեղի համար ընդդիմության լիդերի շարքում, քանի որ Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ, Սերժ Սարգսյանը մտածում է, ես ինչի չպետք է վերադառնամ։ Հիմա թեկուզ ընդդիմության այդ տեղերի համար իրենք կկարողանան ապահովել իրենց տեղերը։ Եթե Նիկոլ Փաշինյանը օրենքը չհաստատի երկրում եւ շարունակեն այս լարվածությունը բևեռացումը, նորքի դեպքերը, չխոսենք Վագն Ալեքսանդրի հետ կապված, այն հատվածը, որը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին, սա ինադուի քաղաքականություն է, նախորդ օրն էլ ասացի, քաղաքական տերմին չի քաղաքագիտական, բայց այդպես ինադուի տերմինով կարող են գնալ ընտրել Ռոբերտ Քոչարյան, իհարկե դա մեծամասնություն չի լինի, բայց էլի կապահովի տիտուլային ընդդիմության դերը խորհրդանում։ Դուք Քոչարյանի հայտարարությունների հետ կապված համեմատություն տարաք Ադրբեջանի հետ, ասացիք, պատկերացնում եք Ադրբեջանում գտնվի մեկը, որ ասի ադրբեջանական կողմն է հրահրել, բայց այստեղ կասեն Հայաստանում ժողովրդավարություն է, Ադրբեջանում բռնապետություն, սա մեկ, սրա մասով ձեր դիտարկումները, երկրորդ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները արդյոք ենթադրում էին իրավական գործընթացի
ձեռնարկում մեկնարկ։ Այսօր էլ լսում ենք ազգային ժողովի նախագահին Ալեն Սիմոնյանը ճիշտ է իր անձնական կարծիքն է հայտնում, բայց ասում է Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոն է։ Ուզում եմ հասկանալ, լավ ժողովրդավարությունից է, որ այս մարդիկ այսպիսի հայտարարություններ են անում եւ չեն պատժվում եւ իշխանությունը այսպես հանգիստ կարող է նրանց ընդամենը շպիոն անվանել եւ վերջ։ Շատ ճիշտ հարց եք տալիս, երբ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին ինչու չի նախորդ իշխանությունների հետ կապված օրենք հաստատում, ասաց ժողովրդավարական երկիր ենք, ով ուզում մասնակցում է, ով ուզում է ոչ։ Իրենք ժողովրդավարությունը անարխիայի հետ են շփոթում, ժողովրդավարություն չի նշանակում, որ երկրում օրենքը չի աշխատում։ Այսինքն երկրի ղեկավարությունը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանի գործական լինելու, մարդասպան լինելու, երկիրը թալանելու մեջ եւ ասում է դա ժողովրդավարությունն է։ Դուք պատկերացնում եք ԱՄՆ-ում, ասենք, այսպիսի օրինակ, հիմա դեմոկրատներին ընդդիմություն անվանենք, իմանան, որ դեմոկրատների ղեկավարը երկիրը թալանել է, մարդ է սպանել եւ ասեն դա ժողովրդավարությունն է, նորմալ է, այսինքն դա չի տեղավորվում ժողովրդավարության սահմաններում։ Ինչ վերաբերում է ով ուզի կարծիք կարտահայտի, ներողություն կա պետական դավաճանության վերաբերյալ հոդված, ուրեմն եւ եթե երկրի ղեկավարը տվյալ երկրին առանց որևէ հիմնավորումների, նույնիսկ եթե հիմնավորումներ ունի, դա մի կողմ, առանց որևէ հիմնավորումների մեղադրում է, որ մենք ենք մեղավոր, որ պատերազմ սկսեց, սա լրիվ տեղավորվում է պետական դավաճանության մեջ, այսինքն նորմալ երկրում ժողովրդավարական հենց նույն երկրում իրավական գործընթաց կնախաձեռնվի եւ հետևանքներ կունենա։ Թող Ռոբերտ Քոչարյանը ապացույց ներկայացնի, Հայաստանը լավ, ասենք Հայաստանի հետ ինքը կապ չունի, ինչով էր մեղավոր, այ պիտի այդ հարցերը տալ, բայց քանի որ իշխանությունն ասել է, որ մեզ հարմար են իրենք, դրա համար չեն տալիս այդ հարցերը։ Ալեն Սիմոնյանը մեկ այլ հայտարարություններ է արել, ասում է բանը Հայաստանի նկատմամբ հիբրիդային պատերազմ է ընթանում, տարբեր կողմերից ֆինանսներ են տրամադրվում, շատ ուղիղ ասել է, որ Ռուսաստանը մեր հյուսիսային հարևանի կողմից եւս ֆինանսական միջոցներ են հատկացվում, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի։ Հիմա նույն Ալեն Սիմոնյանը պատրաստվում է նախնական տեղեկություններով հունիսին այստեղ ընդունել Մատվիենկոին, իր ռուս գործընկերոջը։ Սա նորմալ է, էլի հարցը, չգիտեմ, գուցե անտրամաբանական է հնչում, բայց սրանք հարցեր են, որոնք առաջանում են այս հայտարարություններից հետո։ Տեսեք, շատ քաղաքացիներ ինձ ասում են, ինչի ես ասում, որ Փաշինյանը թող մեկնի մայիսի 9-ին Մոսկվա, որովհետև գիտեն իմ դիրքորոշումը Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ։ Եվ ես ինչ եմ պատասխանում, ասում, եթե դու մեկնում ես, դու պիտի հարցադրումներ անես, քո դաշնակցին ճակերտավորված իրավիճակում դնես, ասես հիմա դու մեր դաշնակիցն ես, թե ոչ եւ այլն։ Նույնը Ալեն Սիմոնյանը, եթե նա ընդունում է տիկին Մատվիենկոին, կապերը չի խզել, այդ հարցերը պիտի իր առաջ դնի, պիտի ասի մենք տեղեկություններ ունենք, ասում է, չէ՞, որ Ռուսաստանը այստեղ ներքաղաքական չկա, հասկանում եք, ուղղակի բառեր են։ Ուզում եք հետ գնանք 3 տարի առաջ, էլի Ալեն Սիմոնյանը նույնիսկ կավառակը նույն պատատում է։ Այսինքն, եթե դու երկրի երկրորդ դեմքն ես եւ մեղադրում ես, որ քո երկրում Ռուսաստանը գործակալներ ունի եւ ոչինչ չկա։ Տեսեք ինչ եղավ Ռումինիայում, Սահմանադրական դատարանը հերացրեց թեկնածուին, որը ակնհայտ պրոռուսական քաղաքականություն է, դրան մեղադրելով այլ երկրի հետ կապերի մեջ։ Այդպես է օրենքը աշխատում։ Հիմա ինչ ասենք Ռումինիան դեմոկրատական երկիր չի։ Դեմոկրատիա նույնիսկ եմ կրկնում չի նշանակում, որ ով ուզի Հայաստանում ինչ ագիտացիա պիտի անի։ Կամ այդ օրենքը, որ ընդունեցին Վրաստանում, այստեղի ընդդիմությունն էլ հրճվեց, որ ինոագենտների շատ ներողություն կոչված։ Բամի հետ եկեք այդ նույն օրենքով Ռուսաստանից ֆինանսավորվող կայքերի մասին խոսենք, դրանք էլ ուրեմն պիտի փակվեն, չէ՞։ Միայն արևմտյան իբրև թե դրամաշնորհով գործողները չպիտի լինեն, եւ եթե ռուսականները փակվեն, երևի կայք չի մնա Հայաստանում։ Տիկին Դալաքյան, Ռուսաստանի կողմից այստեղ իշխանափոխություն անելու այդ թեզը, որը տարբեր կողմեր, տարբեր ժամանակներում շրջանառում է, սա որքանով է հիմնավորված, այ ինչու պետք է Ռուսաստանը ցանկանա իշխանափոխություն իրականացնել Հայաստանում։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Ես չեմ կարծում, որ Վլադիմիր Պուտինը հիմա նպատակ ունի Հայաստանում իշխանափոխություն անել։ Համենայն դեպս չեմ կարծում, որ 4-5 տարի նա ցանկանում է, արդեն խոսում ենք, չէ, 5 տարի է, որ իշխանափոխություն անել, Բագրատ Գալստանյան եւ այլն տարբեր դեմքերով, բայց չի կարողանում։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը չի հատել Վլադիմիր Պուտինի կարմիր գծերը, նա չի դուրս եկել հապկից, չի դուրս եկել ԵՏՄ-ից, չի հանել ռուսական 102-րդ բազա սահմանապահների այստեղից դուրս գալը հակառակը Ռուսաստանը ասում է, տեսնում եք, որ մեր դաշնակիցը չէ, մենք հանեցինք, դրանով իրենք չեն կորցնում ազդեցությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա, քանի դեռ ունեն ռազմական ներկայություն։ Բացի այդ, Վլադիմիր Պուտինը ինչքան էլ անձնապես գուցե չհավանի, շատ ներողություն Փաշինյանին, այլ ընտրանք նա այս բան չունի, որը կարող է բերել իշխանության, շատ լավ գիտի
գիտի Ռուսաստանի ղեկավարը, որ Ռոբերտ Քոչարյանն այստեղ հեղինակություն չունի։ Սա այն թվերը չի, որ ստիպողաբար բերեն այստեղ իշխանությունը։ Ժողովուրդը շատ բացասական ու գնահատական ունի եւ Ռուսաստանի հետ կապված եւ Ռոբերտ Քոչարյանը, այսինքն այստեղ բնակչությանը չեն երկրից դուրս հանելու։ Դրա համար այլ հարց է, որ Վլադիմիր Պուտինը եթե կարողանա Ուկրաինայում, ես միշտ նշում եմ, հասնել իր նպատակին, գուցե թեքվի հարավային Կովկաս եւ այո, արդեն ուժով Բելարուսի օրինակով այստեղ փորձի իշխանություն հաստատել, բայց այս պահին նա ոչ այդ ռեսուրսը ունի, ոչ էլ ցանկությունը, ոչ էլ ինչ-որ առումով Փաշինյանը իրեն խանգարում է։ Տեսեք, անդադար ասում է գործակալներ են, մեր երկիրը քանդում են, բայց ոչինչ չի անում։ Ինչ տպավորություն ունեք այլընտրանքային ուժերը կամ այն ուժերը, որոնք իրենց համարում են այլընտրանքային, նրանք այս նախընտրական մրցապայքարում կկարողանան ամուր ոտքի վրա կանգնել եւ ինչու՞ չէ ստանալ հանրության քվե։ Ցավալիորեն նախ չեմ տեսնում համախմբում Հայաստանում այդպիսի ես տեսակետ ունեմ յուրաքանչյուրը որ ասում վարչապետ է պատկերացնում անկեղծ եմ ձեզ ասում լիդեր է պատկերացնում եւ ես չեմ իհարկե վիրավորանքով չեմ ասում բայց ամեն մեկը արդեն որոշել է իր տեղը ապագա խորհրդանում եւ սա խանգարում է մարդկանց միավորվել այստեղ գաղափարների խնդիր չի իզմերի խնդիրը չի այլ գուցե պաշտոնների գուցե չգիտեմ այլ տեղերից էլ են սնվում օրինակ մարդիկ կան ասում են մենք երրորդ ուժ ենք բայց տեղեկություններ կան որ այդքան էլ անկախ չեն տարբեր անձանց հետ կապ ունեն հատկապես նախկին իշխանությունների այնպես որ ես բոլորին չեմ կարող sense հատիկ առ հատիկ անդրադառնալ բայց ընդհանուր առմամբ ես չեմ կարծում որ 26 թվականին ընթരാճ որևէ այլընտրանքային ուժ կուզե որ իհարկե դա ցավալիորեն եմ ասում Շքերթին դուք Շքերթին մասնակցությանը կողմ եք Փաշինյանի ասում եք եթե հարցեր բարձրացնի բայց հարցեր բարձրացնել արդյոք կփոխի իրավիճակ Տեսեք, օրինակ Ալիևը ինչպիսի քաղաքականություն է Ռուսաստանի հանդեպ իրենց խորհրդանում 2-3 օր առաջ մեղադրեցին Ռուսաստանին Ադրբեջանի վրա հիբրիդ հարձակում իրականացնելու մեջ, բայց Պուտինը նրա կնոջը մեդալ է շնորհում, այսինքն հարգվում է նա, եկեք մի քիչ թաղային օրենքներով, քանի որ Վլադիմիր Պուտինն այդպես տղայական իբրև թե օրենքներն է արգում ոչ թե միջազգային իրավունքը, հարգում են նրան, ով նույնիսկ եթե թույլ է, չեմ կարծում Ալիևը Ռուսաստանից ուժեղ է, բայց դիրք ունի Հիմա Հայաստանը, եթե մենք դուրս չենք գալիս, իդեալական կլիներ ԵՏՄ-ից դուրս գալ, ՀԱՊԿ-ից դուրս գալ եւ դառնալ ինքնիշխան, փորձել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ խորացնել հարաբերությունները։ Հիմա անդամակցության մասին բարձր որ խոսք չի գնում, բայց եթե մենք դա չենք անում, ընդհանրապես փախ ենք անում, հիվանդանում ենք, ոչինչ չենք ասում, ասում ենք երրորդ երկիր է, ավելի լավ չի գնանք, համես չեն մեղադրի, որ չեկանք եւ մենք արևմտամետ ենք, դրանով էլ կբացատրեն այն, որ չեն պաշտպանում Հայաստանին, այդ գործիքը կվերցնենք ձեռքերից։ Ամեն գուցե Վլադիմիր Պուտինը հաճելիորեն զարմանա, որ Հայաստանն էլ կարող է դժգոհություններ ունենալ, բայց ոչ Ալեն Սիմոնյանի շուրթերով, այլ Հայաստանի ղեկավարի։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Դուք կարծում եք Պուտինի նախաձեռնությամբ է, որ Ալիևի կինը այդ ուղղափառ եկեղեցու առաջին աստիճանի իշխանության ստացավ։ Ինձ թվում է հաշվի առնելով եկեղեցու ղեկավարը եւ Սուրբ Վլադիմիր նույնիսկ անվանեց, հիշում եք Վլադիմիր Պուտին, իկոնաներ էին նկարել Վլադիմիր Պուտինի նաեւ նվիրված, ինձ թվում է նա լիովին տեղավորվում է KGB-ի, իսկ KGB-ն գիտենք Ռուսաստանի իշխանությունների գոյության ներքո է գտնվում նարատիվների շրջանում։ Համենայնպես այն, որ նա Ուկրաինայի վրա հարձակումը սրբազան պատերազմ է անվանում եւ չի մեղադրում Ռուսաստանի իշխանություններին, ուրեմն սինխրոն են գործում։ Եվ մեր ներսում էլ Ռուսաստանին հավատացողները կարծես թե չեն նկատում այս իրադարձությունը։ Ես ասեմ, հաճելիորեն զարմացած եմ, շատ քիչ են մնացել այդ հավատացողները, հատկապես փորձագետների շրջանում, երբ օրինակ բանավեճ է տեղերում, նկատել եմ միշտ նույն մարդիկ են լինում։ Հիմա նրանք խուսափում են նույնիսկ բանավեճերի գնալ, արդեն որ հրավեր է լինում, ասում են ռուսական կողմից ով է, մի փոքր անկեղծ լինել, նույն մարդիկ են, արդեն վարկաբեկի չէ Ռուսաստանին պաշտպանել է, որովհետև եթե մի երկիր ամեն օր ապացուցում է, որ քո թշնամու դաշնակիցն է, գալ իրենց պաշտպանելը տվյալ անձանց, իդեպ խորհրդի կարգով քաղաքական ապագայի համար բացասական է։ Այդ դեպքում որ ժանրից է Վիտալի Բալասանյանի նամակը ուղղված Պուտինին։ Հեկերի ժանրից է, գույք պարտքի դիմաց ժանրից է, նյութական շագրգռվածության Ղարաբաղում հեկեր ունենալու եւ Ադրբեջանին վաճառելու ժանրից է, գումարներ ունենալու ժանրից է։ Հա, ցանկություններ կարող են ունենալ, բայց դրա իրական լինելը պետք է գնահատվի, չէ՞, այսինքն գնահատված լինեն իրենք ինչ որ չափով, իրենց ցանկությունները համապատասխանում են իրականությանը կամ կհամապատասխանեն իրականությանը։ Լեռնային Ղարաբաղ վերադարձի Ռուսաստանի հետ կապված։ Եվ Լեռնային Ղարաբաղ վերադարձի, եւ օրինակ Վիտալի Բալասանյանի այդ հեկերի կամ չգիտեմ նյութական այդ շահագրգռությունների հետ կապված ցանկությունները դրանք ինչքանով են իրատեսական։ Ուներ մինչև 44 օրյա պատերազմ, հիշում եք, Արցախը հանձնելուց, այսպես կոչված իրենց կողմից իհարկե հանձնելուց հետո լուրեր շրջանառվեցին, որ նա իր ունեցվածքը վաճառել է ադրբեջանական կողմին, եւ դա հենց այստեղ Լեռնային Ղարաբաղի քաղաքական շրջանակից անկախ իհարկե անձինք էին ասում եւ այնպես չի մենք տեղեկություններ չունենք Վիտալի Բալասանյանի ունեցվածքի մասին Լեռնային Ղարաբաղում, այսինքն կամ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները Հայաստանում են ունեն ունեցվածք, բոլորն էլ գիտեն, սա փոքր երկիր է, հիմա հիվանդանոցների անունները չասենք, այսինքն եթե տեր ես դառնում այդ ամեն ինչին, պետք է հատուցես, հատուցման ժամանակը հիմա է եկել, պիտի այնպես անենք, որ Ռուսաստանը միշտ Ադրբեջանի ցույց տա, որ մահակ ունեմ ձեզ վրա, ես խոսել եմ, որ ռուսական զորքերի դուրս բերումը վերջնական չի լինելու, հանձինս Լեռնային Ղարաբաղ իրենց հետ վերադարձ։ Այսինքն հրահանգով են այս մարդիկ այդպիսի ակտիվություն ցուցաբերում, հա, Ռուսաստանին ձեռնտու է։ Միանշանակ, եթե իրենք ակտիվություն չեն ցուցաբերում, երբ Կիրիլի խորհրդական օգնականը ասում է, որ Լեռնային Ղարաբաղում ալբանական եկեղեցիներն աղվանական եւ դա հայկական չի, բա մի հատ ակտիվություն ցուցաբերեք։ Երբ որ այնտեղ բլոկադա է Տիկին Զախարովան ասում է հակահաբեկչական գործողություն, ակտիվություն ցուցաբերեք։ Երբ Հայաստանին Ռուսաստանը Ալիևի հետ մեղադրում է, որ Լաչինով զենք են տեղափոխում, հիշում ենք, չէ՞, մենք այդ ամեն ինչը հիմա ձեր եթերը չի հերիքի, որ ասենք, բա մի հատ ակտիվություն ցուցաբերեք, հասկացանք Փաշինյանը վատնա, ուրիշ թեմա չկա։
Մամուլում լուր տարածվեց, որ Արցախի պատգամավորները պատրաստում են նախագահական ընտրությունների։ Սամվել Շահրամանյանի այդ ճակերտավոր պաշտոնավարման ժամկետը մի քանի օրից սպառվում է։ Իսկապես իրականությունից կտրված են այս մարդիկ։ Դե գուցե իրենք հենց այդ նարատիվների շրջանակում պիտի նոր նախագահ ունենան, որ նախագահան դիմի Ռուսաստանի ղեկավարին, դա պետք է պաշտոն ունենա այդ անձը։ Իհարկե Սամվել Շահրամանյանը օրինական որևէ ձևով չի չեղարկել իր որոշումը լուծարել Լեռնային Ղարաբաղը, սա չգիտեմ որքանով է օրինական, բայց պարզ է, որ այնտեղ չի ընտրվի որևէ անկախ անձ եւ եթե պետք լինի, օրինակ Ալիևը շատ մոտենա Թուրքիային կամ Տրամպի հետ շատ ուզենա հարաբերություններ խորացնել, առաջարկեց, բայց դեռ արձագանք չունի ԱՄՆ-ից, պարզ է, որ Վլադիմիր Պուտինին կդիմի Արցախի օրինակ վտարանդի ղեկավարը եւ կասի եկեք մեր հողում եւ դա օրինական է իհարկե, որտեղ մենք դարերով ապրել ենք, մեր իրավունքները պաշտպանենք, Պուտինը Ալիևին կասի ես ինչ կապ ունեմ, իրանք են դիմել շատ պարզունակ, բայց լուրջ այդպիսի խաղ է, եթե նկատեք մայիսի 9-ին Մոսկվա է մեկնում նաեւ այսպես Ռեսպուբլիկա Սերբսկա այդպիսի միավորում կա իրենց ղեկավարը, որը հետախուզման մեջ է գտնվում Բոսնիայում եւ Հերցեգովինայում եւ Ռուսաստանը այնտեղ պաշտպանում է իրեն, որպեսզի այդ հատվածներում էլ տարանջատումներ անի եւ կոնֆլիկտներ ստեղծի։ Այսպիսի ղեկավարները, Մերզնեստրի ղեկավարը վերջերս փախած են տիկինը, դրանք բոլորը ուղղորդվում են Ռուսաստանի կողմից։ Ամփոփենք Ռուսաստան-Ուկրաինա այդ հնարավոր զարգացումներով Թրամփը հայտարարեց, նախ հայտարարում էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից, եթե առաջընթաց չգրանցվի, հետո մենք տեսանք հայտարարություն, որ եթե Պուտինը չգնա գործարքի, ապա Զելենսկին կստանա շատ ավելին, քան մինչև հիմա ստացել է։ Դուք ինչպես եք գնահատում իրավիճակը եւ հնարավորությունը այդտեղ կարգավորման կամ չգիտեմ պատերազմի դադարեցման։ Ներողություն Գագաուզիայի շրջանի ուղղումցն է, ոչ թե Մերզնեստրի։ Ես մնում եմ իմ կարծիքին, որ պատերազմը շարունակվելու է։ Տրամպը չի կիսում աշխարհը Պուտինի հետ, պատերազմը չի ավարտվել, Հայաստանը զարմանում է, որ մարդիկ այդպիսի վերլուծություններ են անում, չտիրապետելով իրավիճակին։ Մյուս կողմից կարծում եմ, որ այո, ԱՄՆ-ը դուրս կգա բանակցություններից, այստեղ կարևոր է շարունակի զինել Ուկրաինային, թե ոչ։ Ամեն դեպս Տրամպը ասաց, որ արդեն առաջին ուրեմն ռազմական օգնությունը տրամադրել է եւ շարունակելու է տրամադրել։ Սա է կարևոր։ Պուտինը ամեն ինչ պիտի անի, ես վստահ եմ եւ փորձագետներն էլ են արևմտյան վստահ, որ Տրամպը դուրս չգա բանակցություններից, ինչու, որովհետեւ Պուտինին ձեռնտու է ունենալ Ամերիկա միջնորդի դերում, որը ավելի շատ պրոռուսական քաղաքականություն կվարի։ Տրամպը տեսնում եք, որ անընդհատ ճնշումը Զելենսկու վրա էր կիրառում։ Եթե Տրամպը դուրս է գալիս, ասում է ես էլ գործ չունեմ, բայց զինում է Ուկրաինային, ռազմաճակատում իրավիճակը այնպեսին չի, որ Ռուսաստանը լուրջ հաջողություններ ունի, կարող է լուրջ իրավիճակ փոխվել Հյուսիսային Կորեայից ինչքան կարող է զորք բերի։ Հետաքրքիր է, որ հապկին չի դիմում իր դաշնակիցներին, այսինքն սա արդեն ցույց է տալիս այդ կառույցի բուտաֆորիկ լինելը։ Այնպես որ իմ կարծիքով ռազմական գործողությունները չեն դադարի, մինչև ասում են աշուն, որովհետև աշնանից հետո եղանակային պայմանները խանգարելու են ակտիվ գործողություններ գնալ։ Եթե Պուտինը չկարողանա մինչև աշուն լուրջ հաջողություններ ունենալ, կգնա բանակցությունների։ Եթե կարողանա, ամեն ինչ ռազմական դաշտում է որոշվելու։ Արդեն իհարկե սա բացասական սցենա։ Այս տաղավարում կարծիք հնչեց, որ այս պահին ռուսական այդ չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, ռուսական ուղղվածության մարդկանց ակտիվությունը պայմանավորված է նաև Թրամփի քաղաքականությամբ Ռուսաստանի ուժեղացման այս շրջանում, այս փուլում Ռուսաստանը ուժեղացել է, դրանով էլ իր հայացքը էլի հետ է ուղղել դեպի տարածաշրջան։ Դուք կիսում եք այս կարծիքը։ Այո, բայց դա արդեն ժամանակավրեպ է, որովհետև եթե Տրամպը չասեր, որ կզինի Ուկրաինային, արդեն 2 օր է, եթե գործարքը տեղի չունենար Զելենսկու եւ Տրամպի միջև օգտակար իրենց մետաղների քննիկական, եթե Տրամպը չասեր, որ հնարավոր է դուրս գա բանակցությունից, այլ շարունակեր այդ անիմաստ, ինչպես ասած Ռուբիոն, բանակցությունների մասին, ուրեմն բանակցությունները, այսպես մի փոքր ասենք, այո, Պուտինի դիրքերը ուժեղանում են, բայց կրկնում եմ, եթե Տրամպը դուրս է գալիս եւ շարունակում է զինել, եթե Եվրոպան էլ է զինում, ռազմաճակատում իրավիճակը շատ փխրուն է եւ այնպես չի, որ Ռուսաստանը լուրջ առավելություն է դրա համար ստիպված քնած մարդկանց է շատ ներողություն սպանում եւ տեսակ արդեն Զելենսկին է մերժողի դերում խաղաղություն հաստատելու, իհարկե դա ճիշտ է, ինչ է նշանակում, եթե որ քեզ ձեռնտու է 3 օրով պարզ է եւ տեսակ ԱՄՆ-ն որևէ քննադատություն չարեց Զելենսկի ուղղությամբ, սա
ցույց է տալիս, որ Տրամպը հասկանալով, որ իդեպ պատմականորեն ամնացած հեղինակությունը նա ունի 100 օրվա ընթացքում, արդեն կարող է իմպիչմենտի գործընթացի ենթարկվել։ Նա ինչքան էլ սիրի Պուտինին, իր քաղաքական մահը հաստատ ինքը չի ցանկանում։ Եվ շատ կարճ Եվրա հանձնակատարի Հայաստան սպասվող այցից ինչ որ ակնկալիքներ ունեք։ Դե կարծում եմ էլի խոսեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացումից, ես մի տեսակետ եմ արտահայտել, դա մի փակ թեմա է, որը մեկը տեղյակ չի, հիմա Հայաստանը իր պարտավորությունները կատարում է թե ոչ, կատարել է թե ոչ։ ՍԵՊԱ-ով զբաղվող անձինք, որոնք տաքուկ տեղավորվել են իրենց տեղերում, նրանք այսօր ամենամեծ պատասխանատվություն են կրում։ Մենք իշխանություններին մեղադրում ենք, իշխանությունը ասում է մեզ չեն սպասում, այսպես վիճում ենք, բայց այն մարդիկ, որոնք պիտի ասուլիս անեն եւ ասեն այո, մենք ենք մեղավոր կամ ոչ, Եվրոպան մեզ չի սպասում, լուր են։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, քաղաքասարակությանն ենք դիմում, մի հատ հաշվետու եղեք այս ժողովրդի առջև, որ Նիկոլ Փաշինյանին ճակերտավոր անիմաստ չմեղադրենք, եթե ինքը մեղավոր չի։ Շնորհակալ եմ, ես մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Միտք վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։